Դու վախենում ես Արցախ բառը արտահայտես, ինչի՞։ Ինչ ես պատմությունից հրաժարվում։ Մեր մշակույթը էլի երիտ թուրքերի ձեռքն է։ Ամենամեծ թշնամին ներսի տականքն է։ Արվեստի մշակույթի դաշտը լուռ է, չեն խոսում։ 95% գործակալներ են օտարերկրյա։ Պետքա թքել մրել, պարոն Ալեքսեյան, պետքա ով պետքա թքի մրի, Արտակ ջան։ Ես, դուք, հասարակությունը։ Ես թքում մնում ասում եմ, ով է։ Բոլորս շատ պիտի ասեն։ Այս երկրագունդը իրա վրան ինչա գրած։ Շատ հետաքրքիր է, գրած է պոռնոկատում։ Արթուր Աբրահամ, ամենայն հարգանքով, այսօր նայում եմ, վաղը գնալու է եթեր, երեկ եմ գնացել է 100 անգամ շնորհակալություն հայտնում, մատե կազում է պարոն վարչապետ, հայրենիքը վերադասենք, ոչ թե այմարդ ասում եմ ինձանից թող զզվեն, բայց թող եռաբլուր չլներ։ Ընդամենը մեզ բացակայում է 3 տառ։ Միաբանությամբ ենք հաղթելու։ Միանշանը։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին, ինչպես նաև հղումը Patreon-ի կարող եք գտնել մեր վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Այսօր ունենք չափազանց հետաքրքիր ու հարգարժան հյուր ու սիրով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյան, բարով եք եկել։ Ասուբարին, հոտքս խերով ձեր օջախում։ Միշտ կապույտ եթեր եմ մաղթում ձեզ։ Շատ շնորհակալ ենք, պարոն Ալեքսանյան, մի հարց, ասացի ներկայացնեմ դերասան, մի տեսակ վատ զգացիք, ինչու՞։ Դերասան չէ։ Տարբեր հասկացողություն, մասնագիտություններ են դրան։ Դերասանը ուրիշ է, արտիստը ուրիշ է։ Արտիստը որը որ կերպարներ է ստեղծում։ Այսինքն ստեղծում է Պողոսի կամ Պետրոսի կամ Անդրանիկի կամ Նժդեհի կամ չգիտեմ ում կերպարները։ Իսկ դերասանը դա մարդ, որը որ դեր է ասում։ Այսինքն ինքը այն գրած, ինչ որ գրած է, դա ասում է, ինքը կերպար չի ապրում։ Դեր ասող։ Դեր ասող, այո։ Դա մոտապես մոտաշատ բանին է, Արաթրսկի արվեստին է մոտ։ Արաթրսկի հայերեն ռետորական, այո։ Տեսեք, շատերը ձեր գործընկերները, արտիստներ, դերասաններ չեն խոսում։ Իրենք իրենց մշակույթով, իրենք իրենց արվեստով են զբաղվում։ Դուք խոսում եք։ Ավելին դուք բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալիս։ Չեք վախենում։ Ինչից վախենամ։ Պետությունից, իշխանությունից, Փաշինյանից։ Այսինքն ես իրավունք չունեմ վախենալու, հասկանում եք։ Այդ վախերը բանի հետ բոլորը վախեցել են պատերազմի դաշտում։ Եթե բոլոր վախերը ապրել եմ։ Ես ոչ մահից եմ վախենում, ոչ նստելուց եմ վախենում, բերդ նստելուց կամ ոչ դատվելուց եմ վախենում։ Չէ, չեմ վախենում։ Բոլոր տեղերը անելիք ունեմ ես։ Դրա համար ընդհանրապես չեմ վախենում, բայց հետո ճշմարտությունը մեկն է։ Ճիշտ է, 8 միլիարդ է, բայց ճշմարտությունը մեկն է։ Ու հետո բաներ կան այս կյանքում, ձեր նշած այդ վիճակները, մարդիկ եւ այլն, իրանք ահագին տեղյակ են այդ ամեն ինչից, որ մենակ իրանցով չի որոշում, էլի։ Ռուսերեն ասեմ, հետո թարգմանեմ երևի հայերեն, ասում է «Человек предполагает, Бог располагает»։ Մարդը ենթադրում է, Տերը տնօրինում է։ Դե հիմա իրանք կարող է ինչ-որ բաներ ենթադրեն, բայց երբ որ դու տիրոջով ես ապրում, երբ որ Տերն է քո Տերը, այդ դեպքում ես ոչ մի բանի չեմ վախենում։ Մենք այսօր մի Հայաստանում ենք ապրում, որտեղ խորշում են Արցախ բառից բարձր մակարդակներով, որտեղ ասում են այդ պատմական բան, այդ հայրենիքը առասպելներ են, էլի իրական Հայաստան կա, այս սրա մեջ սթրվեք, ապրեք, անիմաստ այդ Արցախյան շարժումը եւ այլն եւ այլն։ Ո՞նց եք սրան վերաբերվում, պարոն Ալեքսեյան։ Գիտեք ինչ կա, ընդհանրապես ես ցավում եմ, որ Հայաստանում ընդամենը եթե խորանամ 5%, մաքսիմում 10% հայ կա։ Դե լավ։ Դե բացատրեմ ինչի համար։ Վարան Փափազյանն ասում էր ամեն սերբան օթելլո չի։ Ես էլ ասում եմ ամեն հայերեն խոսացող հայ չի։ Հայը նա չի, որ հայերեն լեզվով խոսում է։
Տարբեր ազգերի խառնուրդների ներկայացուցիչներ խոսեն հայերեն, բայց չլինեն հայ։ Հայ ով է հայը։ Շարլ Ազնավուր, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Թումանյան, եւ այլն չթվարկեմ էլի։ Իրանք հայեր են, որոնք ապրել են հայ մշակույթի, հայ պատմության համար ու արարել են այդ ազգի հետագծի համար։ Իսկ են մնացածը կապ չունեն այս բանի հետ էլի ամեն ինչի հետ։ Ինչու Արցախ։ Դա պատմության լավ դաս է։ Այ բախի մթնոլորտը հենց այդտեղից է գալիս, որ դու վախենում ես Արցախ բառը արտահայտես, ինչի՞։ Ինչի՞ս պատմությունից հրաժարվում։ Չի կարելի։ Եթե դու չհիշես անցյալը, դու չես ունենա ներկա ոչ էլ ապագա։ Այո, դժդե։ Մենք հիմա չգիտեմ ինչի աշխատում ենք մոռանանք բան Արցախ բառը, օգտագործում ենք Լեռնային Ղարաբաղ եւ այլ պատմությունից խուսափում ենք։ Իսկ ինչ վերաբերում է ես ինչի ասեցի 5-10% հայ կա ընդամենը, որովհետեւ մի քանի օրինակներ ունեմ, որ աչքով եմ տեսել, թե երիտ թուրքերը Հայաստանում ինչպիսի ջարդ են անում։ Եթե չեք հավատում, կարող ես հասցեն ժամանակ ասեմ, գնացեք ստուգեք։ Հանրապետական հիվանդանոց, գիշեր ժամը 2-3-ի կողմը գնացեք ընդունարանը, դրանից բարձրացեք 5 եւ 6-րդ հարգեր։ Ու կտեսնեք ինչ կոտորած է գնում։ Երիտ թուրքերը ոնց են կոտորում հայերեն խոսացողներին, հասարակությանը, հայ ժողովրդին, ինքս ներկա եմ եղել, մենակ ես ներկա չեմ եղել, 7 թոքի հետս մարդ ա եղել, որ ասել եմ օպերատոր, ռեժիսոր, տնօրեն այ ֆիլմի, կինս ա եղել, աշխատողներ, դերասաններ, եւ այլն, ահագին 7 թոքի մարդ, որ ինձ տարել էին հիվանդանոց պետք է պարկեի, որտեղ ահավոր վատացել էի։ Ռուլի վրա համայրամ ահանում է, շտաբօգնությունով տարան։ Չեմ ասի, որտեղ շրջաններից մեկի հիվանդանոց տարան, այդ հիվանդանոցում մի հատ լավ երիտասարդ դուհի կար, բժշկուհի։ Ինքը ինձ ասեց, պարոն Ալեքսանյան, մենակ մի բան եմ խնդրում, հանրապետական հիվանդանոց չգնաք։ Ես դա մոռացել էի, որ ասեի ժողովրդին, որ հանկարծ ընդեղ չտանեք ինձ։ Բայց տարան, գնացինք ընդեղ, հետո եմ հիշել, որ այդ տեսակ արտահայտություն արեց այդ երիտասարդուհին։ Այն ինչ ես տեսա, դա իրական պատկերներ մեր ժամանակների, ոնց են երիտ թուրքերը մորթում, սպանում հասարակությանը, ազգությանը եւ հայերին։ Դա մենակ իմ աչքի տեսածը ու այդ 7-8 հոգու տեսածը, այն ովքեր որ տեսել, բան Ալեքսան։ Դուք պատկերացնում եք, մի էլեմենտար բան եմ ասելու։ Դու գնում ես, որ քեզ օգնություն ցուցաբերեն։ Թթվածնի բանը որ կա։ Արհեստական շնչառությունը։ Հա, արհեստական շնչառությունը դրած, միացրած այդ բալոնչիկը կողքը խփած։ Որ պետք է գնաս տանեն քեզ բան, սենյակ, չէ՞, հիվանդասենյակ պետք է տանեն։ Բայց որ քեզ տանում են հիվանդասենյակի դուռը բացում են 5-րդ հարկում էր, 13-րդ պալատ։ Դուռը բացում են, այդ հիվանդասենյակում ոչ բաղնիկ կա, ոչ զուգարան կա, ոչ այդ թթվածնի ապարատ ինչ-որ բանը կա, որ դու էդի պետք է հանեստած շտաբօգնությունը, որը որ քեզ բերել է, որ այդ ապարատուրան քեզ միացնեն։ Բացառապես ոչ մի բան չկա։ Ընդամենը 3 արկղ, որոնց վրա գցած էր բան, դոշակ, ոնց կլինի։ Բերմակ, դոշակ, հա։ Ու կեղտի ու գոզի մեջ, տենց ասեմ։ Ես ասել եմ մարդիկ ովքեր որ օպերատորը բանը մեր ասել եմ նկարեք, ֆոտո արեք, կա այդ ամեն ինչը։ Հասկանում եք դա ինչա կատարվում։ Հետո պլյուս երբ որ Չերչիլը գեներալին հարցնում է, բա ուր է մշակույթի փողերը։
Ասում է սրբա չէ, որ մենք պատերազմում ենք։ Ասում բայց ինչի համար են պատերազմում։ Հիմա նայեք տեսեք, ես կամաց անդրադառնում եմ այդ ձեր հարցերին մշակույթի։ Մեր մշակույթը էլի երիտ թուրքերի ձեռքն է։ Մի քիչ շատ կտրուկ չեք, ոնց ես ծանր եմ տանում, որտեղ իմ ազգի 1.5 միլիոն իմ ազգի ներկայացուցիչ են մորթել, էլի։ Հա, էլի մորթում են։ Հիմա այդ բնութագրումը մի քիչ ծանր եմ տանում։ Էլի մորթում են։ Ինչի մենք բանը անտեղյակ ենք այդ մորթումից։ Դա չի նշանակում, որ եթե ես ինչ եմ ասում, ես մազապուրծ եմ եղել, որովհետև շատ փակագծեր չեմ բացի, թե ես ով եմ, բայց Տերը ինձ տնօրինում է, եթե Տերը կամենա, ուրեմն ես էլ կգնայի։ Տերը չկամեցավ, իմ փոխարեն տարան Արա Դեղտրիկյանին, իմ փոխարեն տարան Արա Մարտիրոսյանին, իմ փոխարեն տարան Գագիկ Գինոսյանին։ Եվ այլն։ Դա համար ասում շատ փակագծեր ես չեմ ուզում բացեմ, որ հասարակությունն չվախենա այդ ամեն ինչից։ Երբ որ գերի ես գնում գերությունից ազատվում ես տիրոջ կամոք, Տերն է քեզ ճանապարհը ցույց տալիս։ Եվ այլն շատ բաներ կան, որ կապված են։ Երբ որ հին մահափորձ են անում քո վրա, ու Տերը թույլ չի տալիս։ Ես ինչ եմ ասում, չեմ վախենում։ Որտեղ ես գիտեմ ով է իմ Տերը։ Եթե ինքը կամեցավ, երբ ուզում են տանեն, ուզում են չտանեն, մարմինս կտանեն, բայց հոգիս չեն տանի։ Հասկանում եք։ Իսկ արվեստում առավել ևս այդ բաշի բոզուկները, այդ երիտ թուրքերը, դուք տեսեք ինչ դեգեներացման պրոցես մտցրեցին, ազգիդ ինչպես կրթեցին, ինչպես են կրթում հայ ազգին։ Այսօր սկսած այսպես կոչված իշխանահանձնումից։ Իշխանահանձնումից հետո Խորենացի չկա, Վարդան Մամիկոնյան չկա, ինքնության հետ առնչվող ոչինչ չկա, Մաշտոցը քյոարի տակ է ու տենց շարունակ։ Զատո կա կավեն, զատո կան դու չգիտեմ այնտեղ եւ այլն։ Այդ ամբողջը բերեցին, բարթեցին, այդ հասարակությունը կրթեցին դրանով, այսինքն երբ որ Նժդեն ասում էր, եթե ուզում ես ունենաս ուժեղ հզոր հայրենիք, պետք է զբաղվես հասարակության վերադաստիարակությամբ։ Իրանք հասարակությունը այդ տեսանկյունից դաստիարակեցին, որպեսզի ունենանք անգրագետ, տհաս, չմտածող եւ այլն։ Շատերը ինձ կմեղադրեն, թե ինչու եք դուք սերիալներում նկարում Պավլիցի։ Սերիալը դա ուրիշ բան է։ Սերիալը պետք է հասկանալ, այսինքն կինոն սերիալը դա պետք է հանդիսատեսին բացատրած լինեն, թե ինչպես կարելի է նայել եւ սերիալը կամ կինոն։ Այսինքն հիշեցի Շեքսպիրի խոսքերը Ջոն Արքայի մեջ ասում էր շուտը ասում է թագավորներ իմ մեծ արդյոք չկա բանական հատիկ իմ այս ասածների մեջ։ Երբ որ նայում ես եղբայր, ոնց կարելի է ամբողջ ազգի նստացնել այդ անորակ եւ բանչասող ոնց է կոչում, կոմեդիաներ են կոչում, ինչ են կոչում։ Այդ սկեչերը, սկեչերի բաների վրա։ Իսկ սերիալը ինքը շատ հարցեր է բարձրացնում մեր իրական կյանքում, որը որ կան։ Հա, բայց բառամթերքն է հիմնականում սուրճ իրախ դառնում, պարոն Ալեքսանյան։ Բան չունեմ ասում։ Ասում դուք հեղինակավոր մարդ եք, հա, ճանաչված մարդ եք, բայց վատ ձևով խոսում եք, դիք երեխաներ կրկնօրինակում են։ Հիմա էլ նստած ասում եք, որ բարձր արժեքներից եք խոսում։ Չեմ ասում բարձր արժեքներ, այն ինչ որ սերիալը ասում է, այստեղ բան չանենք, եկեք խոսակցականին չանդրադառնան, ինչի համար եմ ասում սա, որովհետև եթե ես հանդիսատեսի հետ զրուցեմ գրական հայերենով, եթե ինքը այն խոսակցականը, որը որ խոսում եմ ես սերիալում կամ խոսում ենք մենք կյանքում, ինքը դժվար է հասկանում, առավել ևս չի հասկանա դժվար կընդունի, երբ որ դու գրական հայերեն խոսես, ասես աճաճանճափայլ երեկոն, բան չգիտեմ ինչ
ասի ինչ, էդ ինչ ասեց, էդ ինչ անշանակ։ Չես թողում ինքը մտածի։ Այդ մի բառով всё գնաց վերջ։ Ընդհանրապես արտիստի ուսերին դրված է ինչ որ կրթելու ֆունկցիա առաքել։ Անպայման, պարտադիր։ Բացի դրանից, արտիստը պետք է նաև ինքը Չափանիշ լինի, օրինակ։ Մասնակից լինի բոլոր գործողություններին։ Կապ չունի դա քաղաքական չի, վերջը, որովհետև ել եմ ասում, Չերչիլը հենց իզուր չի ասում, բա ինչի համար են պատերազմում։ Մենք գիտենք օրինակներ, որ տարբեր ազգեր ունեցել են մշակույթը չպահելու դեպքում վերացել են, անհետացել են։ Հիմա ամենադաժան տիրույթ մտնենք, պարոն Ալեքսանյան, ձեր թույլտվությամբ, բա որ այդպես է, ինչու են մեր հարգարժան մշակույթի գործիչները, ձեր գոլեգաները, ռեժիսորները, այնքան միություն կա, էլ ասելու չի։ Լուր, նրանց համար Արցախը հայրենիք չի, մենք Արցախի կորուս չունենք, Եռաբելորը չի կրկնպատկվել։ Ինչու չեն զբաղվում քաղաքականությամբ։ Մի նախադասությամբ կպատմեմ։ Համեցեք։ Դրանք բոլորը նախ երիտ թուրքեր են եւ մտավորականներ չեն։ Երկրորդը խնդրեմ, բայց առաջինը մի ասեք էլի։ Ես ինչ տեսել եմ, դա եմ ասում։ Չեմ ուզում ել եմ ասում շատ փակագծերը բացեմ։ Բայց պարոն Ալեքսանյան, ծախված են, sense բանը ռուսերեն ասում են սլիզնյակներ են, չգիտեմ, ողորմելի են, ինչ են, բայց մերն են, էլի։ Մերը չէ։ Երիտ թուրքերի հետ մերը չեն, շատ ներողություն, եթե մերը լինեին, մերը կպահեին։ Վախեցած են գուցե։ Ինչ չգիտեմ, բանից կարող է կերակրատաշտից զրկվում են, իրանց համար փողն է կարևոր։ Հիմա անունները կարող եմ տալ, բայց ասենք հիշում եք էլի որ գնաց հիմա բոլորը կհասկանան ում մասին է խոսքը, այս գերագույն կոչվածը գնաց այնտեղ մարդիկ մշակույթով են զբաղվում։ Չթքեցին երեսին ասեն, արա ոնց դու կարայիր այս 5000 երեխուն չուղարկեիր բանի տակ, չսպանեիք ու բանը սենցել էր, հա, ինչա քեզ դավաճան կասեին։ Հասկանում եք, ես էլ եմ մեկ եթերային ոչ պահվածք ընդունում, բայց երիտ թուրք չէ էլի։ Դրանց բայց ինչով եք բացատրում, որ իրանք երիտ թուրքեր չեն։ Ես մի հատ օրինակ բերեմ։ Արման Նշանյանի Սողոմոնի երկեր ֆիլմում խաղացի թուրքի կերպար։ Մինչև այդ խաղացել է Հասան Բեգզադիև, Հակոբ Հակոբյանի Ճոյթի ֆիլմում խաղացել է թուրքի այն ամենա բոյսակ թուրքին է խաղացել։ Եվ Արման Նշանյանի Սողոմոնի երկերը ֆիլմում խաղացել եմ ինտելեկտուալ թուրքի։ ուխտի։ Այսինքն ես երբեք չեմ թերագնահատել թշնամուս։ Թշնամիս գիտեր իմ լեզուն, հայերեն լեզուն։ Թշնամիս գիտեր մանրակրքիտ հայ երաժշտությունը, մանրանկարչությունը, ճարտարապետությունը, ամբողջ հայոց պատմությունը եւ բացարձակ շատ մաքուր խոսում էր հայերեն, իմ կերպարը, թուրք լինելով հանդերձ։ Երբ որ մտնում է ինքը այդ մարդկանց տուն, որոնք հայերեն պետքա բան անեն, ձերբակալեն տանեն, դաշնամուր է դրած, նայեք տեսեք ինչ հետաքրքիր բան է։ Դրած է դաշնամուր, կինը նվագում է դաշնամուր։ Հենց իրանք մտնում են, կինը դադարեցնում է, ասում է դաշնամուր էլ կա, ինչ գեղեցիկ ասում է, ու գործիք է դաշնամուրը։ Գնում է, պտտվում է դաշնամուրի շուրջը, ու աչքը գցում է նոտաներին։ Հայերեն գրած է Կոմիտաս Շուշիկին։ Նոտաները դրած է։ Գալիս է պտտվում է, ասում է ով է նվագում, այս բանը երիտասարդն ասում է կինս է նվագում։ Ասում է որ խնդրեմ այդ նոտաներով կնվագեք։ Ու ինքը սենց կանգնում է, ինքը ստեղ նվագում է, ինքը կանգնում է դաշնամուրի մոտ, այս կինը բախ է նվագում։ Ինքը կապնած աչքերը փակ լսում է, այս կինը որ դադարեցնում է, ասում է նվագեք, ասում է ես սիրում եմ բախ։ Կոմիտասի Շուշիկին հանդ է դրած։ Այս նրանք արդեն բան են անում, ցեյտնոտի մեջ են անում։ Գնում է ձեռքը տալիս է, ասում է կարելի է
Ես մի հատ էլ նվագին փոքր ժամանակ ասում եմ, շայտ է սիրում նվագել ասում եմ։ Ուղղակի հայրիկս ասեց որ դաշնամ որ նվագալը տղամարդու գործ չի, բայց այնուամենայնիվ մայրս ասեց ոչինչ թող սովորի։ Նստում է Կոմիտասի Շուշիկին է նվագում նոտաներով։ Այ քեզ բան։ Դուք պատկերացնում եք, վեր եք ենում հետո։ Նայեք տեսեք ինչքան լավ գիտի հայ երաժշտությունը, տառերը, նոտաները հայ։ Բարսանում այս նոտան վերցնում է, տանում է, գցում է կրակի մեջ, ոնց է վերացնում հայ երաժշտություն։ Դա նեն չի որ Կոմիտասը մենակ վերացրեց Շուշիկին։ Հայ երաժշտության ակունքները այ քեզ այդ թուրք չի։ Հայերի մեջ ապրող, այլ լեզու գիտի, երաժշտությունը գիտի։ Ինչի ենք մենք անընդհատ քննադատում ասում։ Ես ժամանակ առ ժամանակ ասում եի մենք ինքան ասենք որ թուրքերը ոչխար են, ադրբեջանցիները ոչխար են։ Մեզ դրի յոնջայի տեղ ու կերան։ Այդ ձեր ասած այդ 5000 հոգի դրեցին յոնջայի տեղ ու կերան։ Իսկ ով ինչ ասեց, ով ձեն հանեց մի հատ, ով օգնեց, ով բառասեց, ոչ քո առաջի, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ քո եկեղեցին, ոչ քո քաղաքական ուժերը, ոչ մեկ ձեն չանեցին այդ ժամանակ։ Բացարձակապես ձեն չանեցին։ Եթե դուք խոսում եք 44 օրյա պատերազմի մասին, պարոն Ալեքսանյան, այնտեղ կա շատ կոնկրետ մեղավոր, որի մասին ընդդիմության Սերյան Օհանյանը ազգային ժողովում ասեց։ Թող ձեն հանեն Օնիկ Գասպարյաններն ու նրա վերադասը իդեմս կառավարության ղեկավարի։ Ասեց ոնց է ճեղքվել Ֆիզուլի Հադրութ Ջաբրայել ուղությունը, թող խոսան։ Ձենները ով է տարել բունկերում պահել։ Արտակ ջան, գիտես ինչն է այդ։ Չէ, ասում եք բանը բոլորն են մեղավոր, պատերազմը կոնկրետ մեղավոր ունի ու պատասխանատու։ Իհարկե, ես ասեմ։ Դուք հնի խոսում եք հետևանքների մասին։ Դուք չեք խոսում բուն պատճառի մասին։ Ով է պատճառը այդ ամեն ինչի, որ այդ հետևանքները ստեղծվավ։ Ես շատ չեմ փակագծեր բացում, բայց դա բուն պատճառ ունի, չէ՞։ Բուն պատճառը ով է, որ այդ ամեն ինչը տենց եղավ։ Մենք խորը մի քիչ մտածենք։ Մենք տեսեք, կյանքում երբեք չենք մտածում, թե այսքան պարկ որ բանը բարթել ենք մեր երկրի գլխին։ Ով է վճարելու։ Ոչ Պողոսը, ոչ Պետրոսը, ոչ այն տատիկը, ոչ պապիկը չեն մտածում, որ իր թորն ու ծորը պետք է դրա տակից դուրս գա։ Իրանց փորը կոշտ լինի, իրանց 2 կոպեկը գրպանն լինի, որ վաղը մյուս օրը կարան հաց առեն։ Հետո ասում էին առաջ որդուս, հետո մորթուս, հիմի դարելը առաջ մորթուս, դու որդու հերնել անիծած ինչ ուզում է թող անի։ Դե սա բարոյազերկում է, սա արժեքների։ Բա ինչի մասին, բայց ցավը տանեմ, բան այդ ծրագրերը արդեն բուժման ընդհուպ բան է, էլի, ստադիա։ Լավ եք ասում, դա վիրահատական process է պետք ապրեցնել այս ազգին։ Պետք է վիրահատել։ Խոսքս դանակով լանցետով կտրելու մասին չի։ Նախ վերնահարկը պետք է վիրահատել, նախ պետք է այս ամեն ինչը մաքրել, հետո բերել այս սա միացնել ստեղ, որպեսզի կարողանան այս մտածել։ Բայց կարծում եք ազգից, հա, պարոն Ալեքսանյան, թե ամեն դեպքում էլի ասում եք ձուկը գլխից հաղորդում։ Էլիտաների, ախր չէ որ այդ թատրոնի ղեկավարին փոխում են կամ տնօրեն, գերաստական ղեկավարին, ռեստորանի շեֆ խոհարարին փոխում են, Էլու թե գնում ես կամ չես գնում, էլի, այսինքն այդտեղից է գալիս, այդտեղից է ծանցվում։ Այս շան որդիներն են մեզ օրակարգ թելադրում, հասկանում եք, սրանք են ուղեղները։ Հելերա կապիկությունը անում, զվռնում է, նվագում է, այն դեպքում երբ կողքը այրվում է։ Ես մի հատ բան ասեմ, ուրեմն 91 թվականն էր կարծեմ, երբ որ Լիեցինը ընտրվեց prezident, չէ՞, Մոսկվայում։ Հա։ Մի հատ խորհրդական ուներ Գյորգի Սատարով անուն ազգանունով։ Գյորգի Սատարովին մի անգամ որ հարց տվեց, գիտեք ինչ պատասխանեց։ Ասեց ով հարց ունի, նա է փեսա։ Հիմի նվագում են, չենք նվագում, ինչ են անում, ինչ չեն անում, ախպեր ջան։ Չտվող չկա, կա լավ ուզող։ Նվագելով էլ կուզեմ կտաս, չնվագելով էլ կուզեմ կտաս։ Մարդը լավ ուզում է, լավ է տալիս են, ինչի մասին է խոսքը, ինչ եք բողոքում։ Այդտենց լավ չեն տալիս, օրինակ Գյումրիում լավ չտվին, այսինքն լավ տվին։ Դե, դա ամենտեղ նույնը չի լինի, բայց դրանք եկեք չվերագրենք բանի ազգին,
Չէ, դուք ասում եք այս Ես ասում եմ ժողովուրդն հասարակությունը, որովհետև այն ինչ տրված է ի վերուստ, դրանք չեն օգտագործում մեր ժողովուրդն հասարակությունը, ականջը չեն օգտագործում ընկալելու համար, մենակ լսում են, ստից թողում են։ Աշկերը չեն օգտագործում տեսնելու համար, մշուշոտա չեն տեսնում, ով է։ Միել Թրքի չեն ման գալիս, բանը, էլի պետք է անդրադառնամ Չերչիլին, երբ որ Չերչիլն ասեց, դու քո նպատակին չես հասնի, եթե ամեն շան հաճոցի վրա քարն ես։ Դա ամեն շուն որ հաճում է իր վրա քարն ես, դու քո նպատակին չես հասնի։ Հա բայց շանտեղ չես դնում, հետո ստացվում է, որ դու ձեն չես անում, ու այդ անիմաստ կլեշեները քեզ է կպտում։ Չէ։ Դե հասկանում եմ, օրինակ այս քպայական կեղծիքին ստին հակադարձելու համար մի ամբողջ բրիգադ է պետք։ Բայց դա ինչ անես մյուս կողմից։ Ու դրանով է սնում են, հասարակությանը դրանով սնում են։ Հա բայց ճիշտ են անում։ Չէ, ոնց են ճիշտ անում։ Էլեն ասում, եթե օրենքի երկիր չի, ես հարկ եմ վճարում, որպեսզի օրենք չխախտելով այս կառավարիչ կոչվածները կառավարեն այս երկիրը։ Հմեկը գնում է ինչ ուզում անում է, հասկանում եք։ Ասեմ։ Ուրեմն, երբ որ դու ընտրում ես ընտրությունը, գնում ես ընտրությունների, ընտրում ես քո երկրին ծառայողներ, ճիշտ է։ Հիմա դուք դրա մասին եք խոսում։ Դուք ընտրել եք ծառայողներ, որոնք որ պետք է պահեն օրենքը։ Այո։ Դու ես տերը, չէ՞։ Այսպես կոչված քո երկրի գործատուն դու ես։ Բայց դու քեզ պահում ես ստրուկի նման։ Ինքը դառնում է տեր, դու դառնում ես ստրուկ։ Ոնց թե այդ ստրուկ քո կարգավիճակից մինչև ստրուկ դառնալը դու ես տերը, դու ես կարգաղը որողը այդ ամեն process-ը, դու ես նշանակում, դու ես ընտրում։ Այդ հետո մի անգամ ես դառար ստրուկ։ Այսինքն դու տեր չկանգնար ոչ քո օրենքին, ոչ քո ընտրածին։ Քո աշխատակցին, բայց կոպիտ ասեմ տենց։ Մենք ինչի ում ենք մեղադրում, ինչ ենք մեղադրում։ Լավ, ապրիլ 24-ն է, սենց մոտենում, սրանց պահվածքը, էլի, այսինքն, գիտեք, տպավորությունը, որ մեզ համար բան են, էլի, սենց թշնամիներ են կարգում, ռուսը եւ հրեան, թուրքը մի տեսակ արանքից դուրս է եկել։ Լավա չեն ասում խեղճ թուրքերը մեզ կոտորեցին։ Մարդկան թափես թուրք բառից ված չի զգում։ Ձեր մոտեցումը, այսինքն մենք թրքացնում են մեզ, թե այս սիմվոլները հանելով, սրանց բացատրությունը հետևյալն է, դե իշքան պետք է իրար մորթենք, Ադրբեջանից էս էլ կբերենք, այն էլ ներկրեն, Թուրքիայի հետ պետք է ախպեր անանք, Եվրամիությունն տանում, էլի ստելով, որ մեզ համար Եվրամիություն նախատեսված է Թուրքիան, ձեր գնահատականը։ Գիտեք, բանապես նախ դու որպես երկիր, որպես չգիտեմ, եթե մարդու վրա օրինակ բերել լինի, մարդուն կաս, մարդը պետք է սկզբից, կամ երկիրը պետք է սկզբից ինքը կայանա։ Ինքը լինի այն մարդը կամ այն երկիրը, որ կողքի երկիրը կամ չգիտեմ, այս պետությունը կամ այն հզոր պետությունը ցանկություն ունենա քո հետ աշխատելու։ Ասի իո, չտոքրքիր տղա է արտակելը, սպասեք մի րոպե։ Հələ աղբեր մի վարքյան արետենանք ինչ ես ուզում, քո ուզածը ինչ է, չլինես, շատ կոպիտ բառեր չեմ ուզում օգտագործեմ, չլինես ով երբ ուզի բանը, դու տվողի դերում հանդիսանաս էլի, դու լինես տղամարդ տղա, բայց չվարենք մենք բան քաղաքականություն ջայլամի, գլուխներս կողենք ավազի մեջ, հետևները սենց բաց, ասենք, վсё, ամեն ինչ բանը կարգին է, չէ։ Դու կայացի որպես տղամարդ, կապ չունի։ 5 հոգի կմնա քո շրջապատից, թե մենակ դու կմնաս, եթե պայքարած ստեղ։ Մենք շատ ակնհայտ էր մեր համար պարզ։ 44 օրյա պատերազմին 7 պետության դեմ մենք կռվեցինք։ Հա, ճիշտ է։ այո։ Ոչ մեկն էլ չօգնեց, ոչ մեկին էլ օգնության չհասավ։ Այդ ամեն ինչը կանխատեսված եւ գծագրված է մեծ պետությունների եւ այն պետությունների, ովքեր որ չեն սիրում
քեզ քո երկիրը ուն ձեռնտու չի քո լինելը, քո կայանալը։ Ստեղ այդքան էլ ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև մենք իրականում չգիտենք 44 օրյայում ինչ է պատահել։ Կոնկրետ պետքա Գիտենք, խի չգիտենք, դավաճանություն։ ներսից թե դրսից։ Նժդեին իշենք, չէ։ Հիշենք։ Ամենամեծ թշնամին ներսի տականքն է։ Ունենք պատասխան մեղավոր։ Բայր։ Ո՞վ է։ Դե տիպիկ բանը բարձի։ Ես նախ չեմ ընդունում բանին։ Չէ, պատասխանատուն պատերազմի ժամանակ ես ասեմ, գենշտաբն է, գենշտաբը շարժվում է Գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումով հաստատմամբ։ Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան։ Հա, բայց Օնիկ Գասպարյան ու Նիկոլ Փաշինյանը իրանք Հայաստանի Հանրապետության բանն են, չէ՞, գլխավոր 44 օրյայի ժամանակ մեկը գլխավոր շտաբի պետ էր, մյուսը Գերագույն գլխավոր հրամանատար։ Այսինքն մենք կարող ենք երկուսին էլ դատենք։ Ինչի համար։ Մենք արդեն դատել ենք, ուղղակի պետք է դատողները դատեն, չվախենան իրաց հիպոթեկներից։ Դե չէ, դեն դատող չկա։ Բաում են պետք է դատական համակարգը ինչ է, դատախազ ինչի ենք պահում։ Այդ մենք չենք պահում։ Մեր փողերով են հաստացել։ Մեր փողերը դա փող ուրիշ բան է։ Մենք փողերը տալիս անկախ մեր կամքից տալիս ենք մենք փողերը։ Այդ դա եմ ասում, խոսքը դրա մասին է։ Տալիս ես դու, տալիս ես, լավ ուզում են, լավ տալիս է։ Ոչ մեկ չի բողոքում, ոչ մեկ չի ասում։ Բայց բողոքողներից պետք է լինեն նաև ճանաչված հանրային դենտեր։ Պետք է լինեն, Բայց խնդիրն է, դա տեսեք, ձեր նման ես չգիտեմ 10 հոգու կտամ թե չէ։ Բայց ինչքան ունենք, ինչի է լուր։ 20 թվականի հունիսի 15-ի YouTube-ում կա այդ իմ ելույթը։ Երբ որ ես Սարդարաբադից կանգնա կոչ համայն հայությանը ելույթ ունեցա, ես ընդ ամեն ինչ բացատրեցի, սկսած երկրաշարժից, վերջացրած մինչև այս օրը։ Թե ռուսերեն ասած ռասկլադը տվել եմ ամեն ինչի։ Մեր երկիրը, ինչ եմ ասում, տեսեք, 30 կամ 30 թվականներ կարծեմ, որ Սերժ Սարգսյանը ասեց 5 միլիոն պետք է լինի Հայաստանը, հայ չէ, 5 միլիոն պետք է լինի Հայաստանը։ Կարծեմ Նիկոլ Փաշինյանն ասեց 50 թվականին պետք է լինի, չգիտեմ քանի միլիոն։ Մարդ։ Բայց ոչ ազգություն չնշեցին ոչ մեկը։ Գնա հանդիկ, գնա то չգիտեմ պարսիկ, գնա չգիտեմ ռուս, գնա էս, ուկրաինացի եւ այլ։ Այսինքն դու արդեն մեկ ծիծաղս գալիս է, երբ որ ասում են մենք ենք տերը մեր երկրի։ Բայց տենց է։ Հեշտ տերը չենք մենք։ Մենք չենք տերը մեր երկրի, այ դա կուտվի, որովհետեւ մենք չենք տերը։ Մենք տեր ունենք արդեն մեր երկրի։ Եթե խորանան, դուք տեսնեք, որ այո, մեր երկրի տերը չենք ունենք։ Մեկ էլ ինչ է ուզում ասել, որ նարեկացին ժամանակին այդ ձեր ասած զինվորականներին, գեներալներին, եկեղեցականներին, վաշխառուներին, առևտրականներին մասին մատյան ողբերգության մեջ շատ հետաքրքիր բան ունի գրած։ Ձեր թույլտվությամբ ես կարդամ էլի նարեկացին։ Համեցեք։ Սրտի խոսքերից խոսք Աստծո հետ։ Միտք հանրախորուրդ, բերանք չարախոս, տրպահայաց աչք, ականջ թյուրավոր, տարածիր հոգի, վաճառված աղանդ, անպատրաստ մարտիկ, նենգավոր սպա, անխունք քահանա, անձի վարդապետ, կշտամված դպիր, ցնդած իմաստակ, բրիճ արտասան, լպիր շկերպարանք, ու անպատկար դեմք, զեղ վաճառական, շվայտ շահարար, արփշիր պաշտոնյա, խարդախ գանձապետ, բանսարկու դեսպան, խտրող դատավոր, կայսեր
հոգեգործան։ Գրիգոր Նարեկացի։ Վերցրեք, ընթերցեք, տեսեք, ինչ չար ասում այդ մարդը։ Հովհաննես Շիրազին էլ լավ ասում, երբ Նարեկացին այժմ մեզ նման ողբում էր, ինչպես Նարեկավանքում, ճենճերում էր խիժն Այժմիր Հայկյան, ասես մտքում, էլ չեր խաչակնքում, հայոց աղաղակը, հայքի նոր տեգը, մռունչ է դառնում մի նոր խոլական, այս է մարդկային մեղքերի մեղքը, ցեղն ազգ է լլքում, միթե քնած է Աստվածի երկնքում, ով Տեր, արխաչը սուր դիրին բազգին, մեզ այս դժողքից ողջ առողջ հանիր, փրկե այս վառվող սուրբ տաճար ազգին, ես դարեր խաբված, դարերով զարկված, նոր եմ բռունցքում լեռների միմլուրդ, ես որդե կորույս, բայց հույսով փրկված, ես մի հայ, մի հայ ժողովուրդ։ Լրիվ այսօրվա մասին է, երկուսն էլ գլեք պատկերացեք այն որ դարում է գրել, Շիրազը երբ է գրել, ու երբ որ գալիս հասնում ես այդ մի տեղը, հասկանում ես, որ եղբայր, Տիգրան Մեծից հետո, երբ որ հայը սկսեց որկորով ապրել, ինքը սկսեց ստամոքսով մտածել ու վաճառել իր հայրենիքը, մաս, Տիգրան Մեծից հետո, ծովից մնացինք մի բուր, բարձրացեմ Երևան, ծիծաղս է գալիս, բայց լացելով, կարող է մի բուր Երևանը չմնայել։ Քաղաքական իրադարձություն է շուտով լինելու, ընտրություններ, հիմա պրոցեսներ են տեղի ունենում, տարբեր ուժեր կան, աշխարհի ամենահարուստ հայրն էլ է մասնակցում, ում չեն թողում իր դեմքով ներկայանա, էլի գործ են գտել, տենց մարդիկ զբաղվում են, էլի։ Ձեր կարծիքը, հնարավոր է ինչ-որ բան փոխել, ի վերջո չկա արդյոք մի տեսակ թեկուզ այս տագնապի լարվածության ֆոնի մեջ ինչ-որ բոցկատացող բան, էլի, ցենց ժողովուրդը հանրությունը չի եռում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Արտակ ջան, ասեմ, իմ կարծիքը, դա ես եմ այդ տեսակ մտածում, ուրիշ մարդիկ չգիտեմ ինչ կմտածեն, այս ամեն ինչի մեջ, այս կրկեսի մեջ ասում է ձերքը ձերքա լվանում, երկու ձերքը երես է լվանում։ Հիմա ես մարդիկ ձերքը ձերք են լվանում, որ հետո երկու ձերքով երեսներ է լվանա։ Այսինքն, մի հատ էլ ուրիշ բան ասեմ։ Լավ, մարդ Աստծո, դու գնում ես, գնաց տեսնում ենք, չէ՞, մենք այդ դաշտը, ով ինչա, ով ինչի արժանի, ով ինչ է անում, ով ինչի համար է գնացել, ով ինչքան է ստանում եւ այլն։ Հա բայց մարդ Աստծո, այն 60%-ը, որ չի գնում ընտրությունների, նստածանը, չի հավատում այս ամեն ինչին, ընդհանրապես պետք է հետաքրքրվես, չէ՞, ով է Արտակը, տեխնատությունը դրել է, ով Արտակը։ Պապերն ովքեր են, որտեղից է գալիս, ում հետ է գալիս, ինչ է ուզում այս մարդ իր կյանքում, ինչ արել ես երկրի համար։ Ու բայց որ երբ որ նա խոսքի օրինակ այսպես կոչված, որ գոյություն չունի, ընդդիմությունը։ Եղբայր, ես որ 8-րդ տարին է, չէ՞ որ ՊՊՄ-ն իշխանության գլուխը։ Չէի ուզում։ Այն ամենաառաջի տարին 6 ամիս լրացա տեսար որ չի։ Մանդատը դներ դուրս գայր։ Ինչի՞ չեք դնում մինչև այսօր մանդատ։ Ինչի՞ եք դուք լեգիտիմացնում։ Դուք օրինականացնում եք իմ կառավարությունում լինելու փաստը, որ ես օրինական ընտրված
Դե ասում որ բանդատը դնենք արտահերտ կանեն, մեզանից ավելի բեթարները կգան, ավելի լավ չի։ Ախպեր դու դիր գնա թող քեզից բետարը գա, ինչ սուտի բաներ ես խոսում։ Դնելով հարցա լուծվում։ Դիր տեսնենք հարց կլուծվի թե չի լուծվի։ Թե այդ 2 կոպեկը քեզ տակ է պահում։ Դե չէ։ Ցավը տանեմ Արտակ ջան։ Այդ ասելով չի։ Գործողությամբ, գործով է։ Հովանես Թումանյան, մահը մերը մեկ մահինը, մարդուս գործն է միշտ անում։ Դու հələ գործը արա, կլինի, չի լինի դաժան, գալացով ով կլինի, ով չի լինի, այդ արդեն երկրորդական, երրորդական հարց է։ Դա օդի մեջը փամփուշ բաց թողնելու ո՞մ է պետք։ Սութի, ամեն ինչ սա սուտ է, ցիրկ։ Դուք կարող եք այն ձեր համայն հայության կոչը sense խտացված հիմա ասել, որ նորից մի հատ վերաիմաստավորել։ Արտակ ջան, ես գլխավոր ուղերձը վերջի բաներն եմ ասում, որ ամբողջ երկիրը, բոլորը, ովքեր կան կառավարության մեջ, ովքեր ընդդիմության մեջ, բոլոր 95% գործակալներ են օտար երկրյա։ Գործակալներ։ Այդ ինչ տվյալները, որտեղից գիտեք։ Ո՞վ է ձեզ զեկուցումը տենց թվեր։ Ոչ մեկ չի զեկուցում, ես ունեմ իմ լոգիկայով, իմ լսածով, իմ տեսածով, իրանց արած աշխատանքով ես տեսնում եմ դա, որ բոլորը գործակալ են։ Մեկը մյուսի շահին է ծառայում, այն մեկը այն մյուսի շահին է ծառայում։ Օրինակները շատ են։ Լեդի Գագայի կլիպը շատ հետաքրքիր կլիպ է։ Թող դնեն վերլուծեն տեսնեն։ Ախր պարոն Ալեքսանյան, տեսեք, հիմա ինձ էլ կմեղադրեն, էլի, որ ես չեմ անընդհատ ասում եմ կամ դուք եք խուսափում կամ չեք, ընդհանրապես ասում եմ, Ժորժ ջան, մարդիկ հանցագործություն են անում, ապօրինություն են անում, լափում են, խայտառակ կառավարում է տեղի ունենում, խցանումներ եւ այլն։ Բայց արվեստի, մշակույթի դաշտը լուռ է, չեն խոսում։ Բա ես ինչ էի ասում, ցավը։ Ինչու չենք ասենք անարգանքի սյունին գամոն թատրոնի ղեկավարներին, դերասաններին, երգիչ-երգչուհիներին, ինչու պետք է մի Արտաշես Ալեքսանյան խոսա, ինչու պետք է մի Ներսիկ Իսպիրյան ասի, որ Արցախը հետ ենք բերելու, ուր են միլիոնավոր YouTube-ում կլիպեր դիտումներ հավաքած երգիչ-երգչուհիները։ Բա ես էլ եմ հարցում ուր են։ Չէ, պետքա իրեն անուններով կոչենք։ Դրա համար ասեցի։ Պետք է այո, ստիպենք, որ գետին եմ մտնում։ Դուք էլ եմ ասում, ամեն սև բան օթելո չի, ամեն հայերեն խոսացող հայ չի։ Մտավորականը ուրիշ հասկացողություն է, մտավորականը ուրիշ հասկացողություն է։ Եթե Պողոսը կամ Պետրոսը ձեր ասած ձայն բարձրացնի, ինքը կզրկվի իր լավ համար։ Ջանդամը զրկվի, բայց տղեկը կյանքից են զրկվել։ Այդ իրանք չի հետաքրքրում։ Բա իրանք ուրեմն դերասան կոչվելու իրավունք ունեն։ Դե կա դերասան կոչվում, բայց ոչ արտիստ։ Չէ, պետքա թքել մրել, պարոն Ալեքսանյան, պետքա պետքա թքի մեր Արտակ ջան։ Ես, դուք, հասարակությունը։ Ես թքում եմ, ասում եմ, ով է։ Բոլորս շատ պիտի ասեն։ Հիմա կներեք սպորտսմենը վախենում է, դերասանը վախենում է, վախկոտ ժողովուրդն ու ազգը պետք է չունենա պետություն։ Լրիվ համաձայն եմ։ Արթուր Աբրահամ, ամենայն հարգանքով, այսօր նայում եմ, վաղը գնալու է եթեր, երեք եմ գնացել է 100 անգամ շնորհակալություն հայտնում, մատե կզում է պարոն վարչապետ։ Ես չեմ, դուք եք, կասեք ինչի համար է շնորհակալություն հայտնում պարոն վարչապետին։ Ես չգիտեմ ինչ է կատարվել։ Իրոք չեմ ինչ եղել։ Չէ, նույնիսկ էական չի ինչի։ 100 անգամ, ասենք, այդ տղու համար Արցախը հայրենիք է։ Այդ տղեն երաբլուր գնացել է։ Չգիտեմ։ Ախր չի կարելի, չէ։ Չգիտեմ Արտակ ջան, օրինակ ես ունեմ նայում եմ։ Չէ, հիմա ասենք մեկը Արթուր Աբրահամ, մյուսը Մկրտիչ Արզումանյան, մյուսը ասենք sense շատ ի՞նչն եք, ինչու եք խոնարհվում, ի՞նչ է, ինչու, ո՞րն է։ Մի հատ ասեք, ես կարող եմ ես էլ շնորհակալություն հայտնեմ։ Բոլորը այդ մարդիկ բոլորը կրոնավոր են։ Հավատացյալ չեն։ Եթե հավատացյալ լինեն, դա լրիվ կփոխի թե իրենց աշխարհայացքը, թե իրենց հորիզոնը։ Ես նայում եմ հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներ։ Այո։ Արմեն Այվազյան։ Հա։ Բայց չեք վախում դրել եք այդ դիտքը։ Էսել ենք դրել, Արարատն ենք դրել, որ հատուկ ԿՊՆ-ը իրանց ղեկավարով հանդերձ նայեն, ու գոնե 2 հատ միկրոինսուլտ ստանան կամ շաքարները բարձրանան, որ գնան բուժման, մի հատ մաքրվեն, մարդ դառնան, հայ դառնան, էլի։ Կարող է այդ հույսը ունեմ։
Ես մի հատ գործ ունեմ եւ իմ մեջում կա եւ YouTube-ում կա կոչվում է Սուրբ Երրորդություն կամ Մարգարեություն։ Այս ինչ արհավիր կատարվում է այս աշխարհի վրա։ Այդ դրա մասին ես չեմ իմ ձեռով գրվել է, բայց ես չեմ գրել։ Ինչ թելադրել են, ես գրել եմ, հետո ես դե դարձրեցի տեսահոլովակի նման էլի իրան։ Իրեք ինքան բան ասում ենք այնտեղ։ Ինքան բան ասում զգուշացնում ես երկրագնդում ապրողներին, ասում եմ երկրագնդում, ասում եմ վերևից որ նայում ես, այս երկրագունդը իր վրան ինչա գրած։ Շատ հետաքրքիր է, գրած է պոռնկատում։ Ասում եմ իսկ պոռնկատում մտնելու համար անհրաժեշտ է այդ տան բանալին։ Այդ տան բանալին ո՞րն է։ Փողը։ Բայց մտնում են այդ փողով այդ տուն։ Ու ինչա կատարում այդտեղ։ Ու ոնց է բոլորին ասում հետ եկեք, այ մարդ, հետ եկեք։ Ձեզ ասում ենք ինչա ոնց է եւ այլն։ Էլի YouTube-ում կա այդ դրա։ Էլի եմ ասում ես չեմ գրել։ Ինչ տելադրել։ Հիմա դուք ինչ եք տեսնում, ինչ կոչ կանեք, ինչ անեն, ժողովուրդը ինչ անի, ոտքի կանգնի, թե տենց գնա վախեցած մի հատ վախը չապել տա, ինչ անի։ Ինչ անենք, որ սրանցից պրծնենք, խելքի բերենք, վռնդենք։ Կողա ճիշտ են անում, պարոն Ալեքսանյան, կողա խաղաղություն է, տենց կայֆ է, էլի։ Ինչի՞ խաղաղություն։ Դե խաղաղություն չի։ Ո՞րը խաղաղություն։ Դա իրան, բան, իրար տալիս են, մորթում են, սպանում են, մեր մոտ գուլյատ ենք անում, հարվածային գործիքներ, պերաշկի շոու բան։ Հա բայց սպանում են քեզ այդտենց։ Այդտենց պերաշկի ուտելով հարվածային գործիք խփելով են սպանում։ Չմտածենք, որ մենակ ֆիզիկապես են սպանում։ Հոգևոր սպանությունն ավելի դաժան է, ավելի սարսափելի է։ Էլ եմ ասում, գողացել են հայի երիտասարդի հավատը։ Գողացել են, չկա։ Իսկ առանց հավատ մարդը դա կործանված մարդն է, կործանված ազգն է, կործանված ժողովուրդն է, առանց հավատ։ Կրոնը դա լրիվ ուրիշ բան է։ Մարդկանց սարքել են կրոնավոր, 50-ական, Եհովական, առաքելական, Պողոսական, Պետրոսական, դու չգիտեմ ինչ։ Չի կարելի։ Չի կարելի։ Մի ժամանակ առաջ ես ասում էի մի հատ խոսակցություն եղավ, մեկ ասեց ախպեր ասեց ես վան եմ ես սենց վիճակա ինձ այսքան սռոք են տվել, так что բան, ասում ինչքան են տվել, ծավտանը 10 տարի սռոք ունեմ իմ բզին, ասի հա բայց ասի մենք էլ ասի 70-80 մաքսիմում պատրիտարակի 90 տարվա սռոք ունենք, մենք էլ ենք նստածով կանգնած չենք էլի, հենց որ մեզ էլ իվերուստ այդքան ատրված եմ, 90 տարեկան ես, թե 110 տարեկան ես, դրանից ավել մարդ չի ապրում, ինչի մասին է խոսքը, այնպես որ պետքա չկորցնել հավատքը, շատ կարևոր բան է, ու չտրվել էմոցիաներին, ես հասկանում եմ, էլ եմ ասում, իրանց բերեցին, հասցրեցին դրան, անգրագետ տգետների երկիր սարքեցին, որպեսզի հեշտ կարողանան կառավարել։ Հեշտ կառավարելի է, էլի դա։ Դա պարզ է, բայց հիմա հանրաճանաչ արտիստը ինչ խորհուրդ է տալիս, ինչ անեն, դες լսողներ, դեր լսարանն ունեք դուք։ Ասում եմ լավ, անգրագետ սարքեցին, հիմա ինչ անենք, հարգելի պարոն Ալեքսանյան։ Հիմա ասեմ, եթե կա 10 միլիոն են, ամբողջ աշխարհով թե 14 միլիոն են, չէ՞։ 14 մենք եք լավ զգում։ Լավություն անենք, գցենք 14 միլիոն։ Ես ինքս հանձը վերցնում եմ իմ վրա։ Եթե կա մի մարդ, որ իր գումարը չի ափսոսա դնելու հասարակության վերադաստիարակության համար, ես պատրաստ եմ դա անել։ Ընդհանրապես հասարակության վերադաստիարակությանը պահանջում է 25 տարի։
Մանկապարտեզից մինչև բանակ ինստիտուտ ավարտելը։ Ես այդ ծրագիրը ունեմ, որ դա շատ ավելի կարճ ժամանակահատվածում կարելի է անել, վերադաստիարակել հասարակություն եւ ստեղից եւ ստեղից։ Բայց եթե ունեք ինչու՞ չեք մտնում քաղաքականություն։ Ո՞ր մտնեմ։ Բայց դուք ուրիշ ձև չեք կարող այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ես կոչ եմ անում։ Ես պոռնկատուն մտնելու համար ինչ պետք է ունենամ։ Բանալին պոռնկատան, ճիշտ է։ Ես չունեմ բանալի։ Ունեմ միտք, գաղափար ունեմ, բայց բանալի չունեմ ես։ Ես հարց եմ տալիս, եղբայր պատվական։ Քո տղային ես շատ սիրում, թե հարևանին։ Տղայիս եկի։ Իհարկե քո տղային, ճիշտ է։ Կյանքդ կտաս ամեն ինչ կանես քո տղայի համար, կդաստիարակես եւ այլն եւ այլն։ Ինչ ես են հարևանի տեղի արձանը կանգնացնում։ Որտեղ եմ կանգնացրել։ Արագած լեռան գագաթին ինչ ես կանգնացրել։ Հարևանի տեղի արձանը, բայց ոչ քո տղի։ Քո տղի անունն էլ Վահագ է։ Շատ բարդ տեղեր եք մտնում, պարոն Ալեքսանդր։ Պետք չի։ Ես այդ խեղճ տղեն այդքան գնացել է աշխարհ ուզում տուրիստ զարգացնի, բանոնի դուք ասում եք, սա չի։ Մենք թագավոր չունենք։ Չենք ունեցել։ Ես իմ եթե Նիկոլը թագավորը արդեն Չէ, вообще չենք ունեցել թագավոր։ Այսինքն չէր կարելի Տիգրան մեծ կառուցել։ Չէր կարելի Գագիկ թագավոր կառուցել։ Անշուշտ կարելի։ Չէր կարելի, չգիտեմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Արտաշեսա բանա գոնե պապ թագավոր լավ։ Չէ, պակ թագավորը բան է։ Չի լավ անցանք։ Ինքը լավ համբավ չունի։ Դե Մարտավեկի սիրած թագավոր։ Դե չգիտեմ ինչ է, բայց հետո եւ վերջը եղբայր։ Причем 3 անգամ մայրաթորը ասել է, որ տղա ջան, մի արա, մի անիր։ Եկա բարե։ Գիտեք է։ Այդ ասողը պետք է ինքը մաքուր լինի ու ճիշտ լինի։ Ճշմարիտ լինի։ Չէ, դե եկեք այնտեղ չկպնենք։ Չէ, ինչ չկպնենք։ Որտեղ կպնողները շատ են։ Ավելի լավ։ Մաքրենք դաշտը, այդ ունդեղ եկը մաքրենք։ Ինքնա մաքրվի։ Այդ ուրիշ բան։ Գիտեք, որովհետև մարդիկ են մաքրում եկեղեցին մեր հազարամյակներով։ Ճարտարապետական կոթողի մասին չի խոսքը։ Հասկացա, մարդկանց թեկուզ, որոնք ոտից գլուխ անբարոյական են։ Խրմից կարելի է։ Այո։ Ոնց կարելի է, որ անբարոյական են, ուրեմն իրանց կարելի է։ Դուք չեք, տղա ջան, մաքրողը, այնտեղ ինքնա մաքրվի։ Մաքրողները պետք է բարոյական մաքուր կերպ ունենան, էլի։ Դա է իմ ասածը։ Իմ ասածը դա է։ Ոչ թե ասենք 22 միլիոն տամ, որ ընտրվեմ, հասկանում եք, ես 22 միլիոն պետք է տամ ձեզ, որ դուք ինձ ընտրեք։ Եվ չմարանան չէ։ Այնքան բաներ կան։ Երբ որ եթե մարդը ինքը ազնիվ, ես ասում եմ, ճարտարապետական որպես կոթող եկեղեցին դա լրիվ սրբություն է։ Առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, այսինքն կրոնավոր չեմ, բայց հավատացյալ եմ։ Ես հավատում եմ այդ ճարտարապետական կոթողը, իր այդ ձայնը, արձագանքներով ձայնը, իր մեջի հանգստությունը, իրան այդ ամեն ինչին ես համաձայն եմ, բայց եթե ես տեսնում եմ, որ դու խարդախ ես այդ ճարտարապետական սուրբ կոթողի մեջ, ես պետք է քեզ զգուշացնեմ։ Պետք է ասեմ, որը որից է։ Օրինակ հիմա ստեղ Քրիստոսն է, այնտեղ էլ Հիսուսն է, այնտեղ էլ ասում եմ ուրիշ փողատերել թող Արամազդի օրինակ, չգիտեմ որ մի սարը, մի քիչ տաշենք, ամենայն բանով առանց սաղրանք եմ ասում։ Իսկականից, որովհետև դա մեր պատմությունն է, վերջը քրիստոնեությունից առաջ եղել ենք, թե չէ։ Բա իհարկե։ Հենց այդ ժամանակ ենք եղել։ Մենք հնդիկ Արամազդի հարցանը կանգնացի։ Ինչի հյուրերը Զևս ունենան, մենք չունենանք։ Պատկերացրեք, այս ինչքան են բթացրել այդ հասարակությանը, որ 301 թվից իսկում դու էլ պատմություն չունես, իբր թե։ Չէ, դա խորենացին Խորենացի ակուրատնի գրել է տալիս է։ Բայց բոլորն են կարծում խորենացի կամ կարծացին ցավը տանը։ Ճոճի խնդրեմն է, որը պետքա դպրոցները ոչ թե բան սարքի, QR-նոց, այլ մի քիչ խորենացի։ Ասելիքս ո՞րն է։ Ասելիքս հենց դա է։ Պետք է վերադաստիարակել։
Պետք է մտցնել դպրոցի ծրագրի մեջ, հասարակության ուղերի մեջ։ Ասելիքս դրա մասին։ Պարոն Ալեքսանյան, այ յետքը մեծ արենցը կասեր, ինչ անենք, ի վերջո պտտվում ենք, չգիտենք, հասկացանք ծրագիրը։ Մարդը լսում է ձեզ, տենց Մոսկվայում պարկած ասում է ջանք ու ցավը տանեմ, ինչ տղա է, ինչ անենք։ Ասա ախպեր։ Ասեմ, 14 միլիոն հայ են, շատ չեմ ասի, որ ուշքները չանցնի, կես ցենտ թող հաշվի համար բացեն, 14 միլիոնը կես ցենտ ուղարկի այդ հաշվի համարին։ Ու տեսեք, թե ոնց բան կանի, ինչքան բան կփոխվի։ Կես ցենտ։ Մի դոլար չեմ ասում։ Մենք հերոստա բաներ ենք, այդ մարաթոններ էինք անում, տենց համային հայությամբ ողորմություն էինք խնդրում, տելեթոններ կներեք։ Եվ ինչ արեցինք։ Լավ, մի երկու բան արեցինք։ Բայց շրջադարձային մեր կյանքը փոխվեց։ Ինչն է հետաքրքիր էլի։ Ով անողը։ Չէ, արել են այնտեղ Շուշիում աղագին աշխատանք արվել, այստեղ ճանապարհներ հյուսիս-հարավը ի վերջո դրանով սկսվեց կամ շարունակվեց, բայց որ ասում եք այնց շրջադարձային անկյունակարայ Իրան չդառանք, էլի։ Տեսեք ինչ է։ Ադրբեջանը 30 քանի տարիների ընթացքում ինչ արեց ինքը։ Ինքը համբերատար զինվեց, կամաց զինվեց համբերատար։ Դու չես կարանում բան անես։ Ինչու՞։ Որովհետև դու ինձ չես հարգում, չես սիրում, որպես քո եղբայր, որպես քո գաղափարակից, դու նախանձ ես։ Ամենամեծ մեղքը Տերը ինչ է պատժում հայերին։ Այդ մեղքի համար է պատժում։ Պարոն Ալեքսանյան, Ալիևի ուշքը գնում էր լեզգիների ու թաթերի համար։ Չէ, բայց իր երկրի համար էր իր ուշքը գնում։ Դու ինձ ատի, բայց երկիրս շենացրում։ Հա, բայց ինքը երկիրն է շենացնում, ինքը ինչ անում։ Չէ, դուք ասում եք նախանձ ես, ատում ես, չէ, այն որ մեր մեջ բծրել են, որ իրարից զզվում ենք, այդ գլխավոր խնդիրն է։ Բայց թող երկիրս շենացնեին, որտեղ տղեկը նահատակվել են բացառապես երկիրը պահելու համար։ Ու Ռոբնել ասեց, չէ, դիրքանձնողի մերը չասեց։ Այո։ Ուրեմն երկիրը առաջ տային, հայրենիքը վերադասենք, ոչ թե։ Այո։ Այ մարդ ասում եմ ինձանից թող զզվեն, բայց թող երավլուր չլներ։ Ձեզանից թող զզվեն, բայց Արցախը գնայինք միասին Գանձասար, դադիվանք։ Հիմա տեսեք, էլ եմ ասում, մեզանից չի միայն կախված այդ ամեն ինչը։ Դարերի ընթացքում մեզ բաժանեցին։ Մեր հայրենիքը բաժանեց, բաժան արել, մաս արեցին։ Իմ բացատրում եմ ոնց ինչի։ Դու երևանցի ես, մեր օպերատորը Վանաձորցի է, մեր մոնտաժիկ անողը լեննականցի է, ես արտիկցի եմ, այն մյուս աղբերը մարալիկցի է, այն մյուս աղբերը չգիտեմ ինչ ցի է, նայ ցիր, Հայաստանցի, Ղարաբաղցի, այդ բոլորը բաժանման համար է արված, մտցրել են մեր հասարակության, մեր ազգության մեջ, որպեսզի դե լեննականցի չես, ինչ անենք, կարող դու գիտես բիբար կրծող երևնցի ես, մենակ, հլն այդպես ինչ է, հլն Ղարաբաղցուն ասենք, Ղարաբաղցի, այդ Հայաստանցին ինչ է գոռում, հլն ինչ արեցին, ինչ մտցրեցին մեր մեջ, այդ ցիերով բաժանեցին, որպեսզի հեշտ դիրեն, ընդամենը մեզ բացակայում է 3 տառ, Յ։ Երբ որ գանք հասնենք այդ գիտակցության, որ մենք հայ ենք, ոչ թե ստեղից ընդեղից, ոչ Ղարաբաղցի, ոչ Հայաստանցի, ոչ ամերիկահայ, ոչ ռուսահայ եւ այլն։ Գանք հասնենք մի գաղափարի, երբ որ հասկանանք, որ մենք ընդամենը այդ 3 տառն ենք, Յ։ Այդ դեպքում ունենանք այն, ինչ որ դուք կամենում եք։ Այսինքն միաբանությամբ ենք հաղթելու։ Միանշանակ ցավտան եմ։ Այս մի մատս շատ թույլ է։ Այս երկուսը էլի թույլ է։
Բայց որ այս 5-ը մի հատ sense ծալում բռունցք եմ անում, դա դառնում է բռունցք ու ուժեղ է դառնում։ Այս ամեն մեկի ուժ միացած իրար դառնում է մի բռունց, դառնում է ուժեղ։ Ինչի մասին է խոսքը բա։ Իսկ միաբանությունը լինում է, երբ որ մեկը մեկին հարգում է, մեկը մեկին սիրում է։ Ես նայեք տեսեք, հետաքրքիր մի հատ բան ասեմ, Չեխիայում որ աշխատում էի, իրանց պետական թատրոնում, բեմադրություններ արեցի, հաղորդաշար կար իրանց հեռուստատեսությամբ մի հատ, երբ որ զոդող բամբորին բերում էին արտագետեղը նստացնում էին 2 ամիս, որ ինքը քո մասնագիտությամբ զբաղվեր որպես լրագրող։ Ինտեղ բերում նստացնում էին պատշարի, օրինակ եմ ասում, 2 ամիս, որպես արտիստի։ Իրանց տանում էին, մեկին տանում էին որպես արտիստ կինո նկարահանելու, մյուսին բերում էին ձեր տեղը, կամ բալետ, կապ չունի։ 2 ամիս հետո հանդիպում են, հեռուստաբան էր, ծրագիր էր, ու այս բոլորը նկարում հետո ցուցադրում են։ 2 ամիս հետո դուք չեք պատկերացնում, ինչ հարգանք կար մեկը մյուսի նկատմամբ։ Իրար պրիզմա բանի մեջ են մտնում, էլի։ Բաղենի տեսավ նրա աշխատանքը ինչ դժվար է։ Այս արտիստը գնաց ընդդեմ պատշարել ու տեսավ այդ ինչ դժվար է պատշարել։ Հետաքրքիր բան է։ Շատ ահավոր հետաքրքիր հաղորդաշար էր։ Ու բոլորը սկսեցին իրար հարգել։ Տեսնել, հարգանքով վերաբերվել, բարևել հարգանքով, սիրով խոսել մեկը մյուսի հետ։ Հասկանում եք։ Հիմա առաջարկում եք բոլորս մի շաբաթով վարչապետ լինենք։ Մի շաբաթը քիչ է։ Մի ամսով։ Մի ամիս գոնե պետք է զբաղվես մարդու տարբեր մասնագետների ու բան, որ հասկանան իր ծանրությունը, դժվարությունը այդ մասնագիտության։ Պարոն Ալեքսանյան, այսինքն ճիշտ եմ հասկանում, էլի, ձեր փիլիսոփայությունը, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, բռունցքվում է կսրբի ցանկացած իշխանության։ Ժողովրդական խոսքը չէ՞ դենց։ Եղ կանգնի գերանքը կոտրի։ Ե-ը, մ-ը, ր-ը, բ-ը, ասես բաներ։ Եղ կանգնի գերանքը կոտրի ցավատանը։ Բա իհարկե։ Հաղորդման վերջաբանն է մի քանի բլից հարց, որոնք տարողունակ են, բայց կխնդրեմ ամփոփ, անձնական չեն։ Այո։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Սկիզբը եւ վերջը իմ կյանքի։ Նժդեի խոսքերով ասեմ, իմ հոգի զույգ է նրան ունի։ Աստված եւ հայրենիք։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Հայաստանը ինքը որպես աշխարհագրական մաս կմնա, բայց հայերը Հայաստանում կկազմեն փոքր սփյուռք։ Լավ էլի։ Դե հարցը Դուք արտիստ եք, դուք լավատեսություններ շնչեք, հույս տակ։ Լավատեսությունը մեր չէ։ Դրա լավատեսությունը ո՞րն է, դրա լավատեսությունը։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Ես չեմ ուզում լինեմ Հայաստանի ղեկավար, որովհետև դա ահռելի բարդ գործ է։ Դա գիտեք ինչ։ Եթե օրինակ բերեմ, ես պետք է ապրեմ դա, այսինքն հələ պետք է թոր ու ծորել ունենամ, որպեսզի կարողանամ ղեկավարել։ Այսինքն իմ ասելիքս հետևյալն է, ես պետք է կարողանամ այն ունակություն ունենամ, որ մտածեմ քո մասին, նրա մասին, նրա երեխի մասին, նրա թոռան մասին, իմ մասին չէ։ Ինձ շատ է դուր եկել Մահմուդի Նեժադ, բանը։ Ահմադ Մահմուդի Նեժադ, Իրանի նախկին նախագահ։ Շատ հասարակ բարձ մարդ էր ինքը, մտածում էր բոլորի մասին, բայց իր մասին չէր մտածում։ Ինքը տեցել գնաց իր տան մեջը հանգիստ խաղաղ որպես սովորական մարդ ապրեց։ Որ գիրքը ձեզ պիտի մարդ իր կյանքում անպայման կարդա։ Մարդ։ Հայ մարդը, հա։ Հա։ Նախ առաջերտին թող կարդա բանը Դավիթ անհաղթ, հետո թող Սանասար Բաղդասար եւ Սասունի Դավիթ։ Ծրասնածռերը։ Այդպես։ Այո։ Դա ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա։
Ամերիկայում բնակվում է մի հայ մարդ, Արթուր Արմինա կոչվում։ Չէ, ստեղ ով մեզ հյուրընկալվել է։ Հա։ Ինքը շատ հետաքրքիր բան ունի, հայկական աստվածաշունչ տենց գիրք ունի, երկու հատորից։ Դա պետք է լինի դասագիրք դպրոցների համար։ Բոլոր ամեն ինչ ինքն Սասնացարերով, Սանասար, Բաղդասարով ամեն ինչ բացում այն։ Ֆանտաստիկա ներկայացնում, մեր տիեզերական օրենքները եւ այլն։ Այդ չգիտի հայը ինքը ով է։ Որտեղից է գալիս, ընդհանրապես տիեզերքն ով է եւ Ավետիք Իսահակյանը չէ ասում էր Աբուլալա Մահարի մեջ։ Եվ ով է ստեղծել հեքիաթն այս վսեմ, բյուրբուր աստղերով ու հրաշքներով։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Իմ բանաձևը սերը։ Միան երջանիկ սեր առ կինո, այրենիք։ Նայեք, տեսեք, սեր ինքը արչի լինում ընդհանրապես։ Սերը լինում է մի հատ էլ չի էլի, սերը լինում է մեկ, կամ կա, կամ չկա, այդ թվարկության մեջ, այդ բոլորը մտնում են դրա մեջ։ Գերագույն ամեն օր սենց անում սիրում եմ ես, հիմա դա սեր է, թե չէ։ Բայց դու քիչ գիտեք սիրում է։ Չէ, այդ զզվանքը գործողությունը կարող է սենց է, բայց դեմքով զզվանք է, բայց ասենք ասում սիրում եմ ձեզ հիմա։ Եղբայր, բանը, այդ գործողությունով ցույց է տալիս այդ բանը, սիմվոլը, դա սիմվոլ է։ Բայց ոչ չի նշանակում, որ իրական կյանքում ինքը սիրում է կամ չգիտեմ։ Okay, անցանք առաջ, Աստծուն տեսնեիք, ինչ կասեք։ Աջան։ Աստծուն որ տեսնեիք, ինչ կասեիք։ Աստծուն ամեն օր տեսնում եմ ես։ Իսկ բարձրալ չեմ տեսնում։ Տիրոջը չեմ տեսնում ամեն օր։ Բայց Աստծուն ամեն օր տեսնում եմ։ Որտեղ։ Ամենտեղ։ Թեկուզ հայելու մեջ։ Թեկուզ իմ դիմացը նստած։ Ասեմ բացատրեմ ինչ է։ Իհարկե։ Շատ մեծամիտ հնչեց, ուզում եմ հասկանալ։ Ասեմ, երբ որ տղա է ծնվում, տեսեք եկեղեցում կա, չէ՞ այդ նկարը։ Մայրամը որդու հետ իր ոսկե բանով։ Կոչվում է Մայրամ Աստվածածին։ Ճիշտ է։ Այո։ Իսկ երբ որ աղջիկը ծնվում, ասում են Մայրամ, մայր բնություն, որը ընդունակ է ծննդաբերելու։ Բնությունը ընդունակություն ունի ծննդա։ Ճիշտ է, բնությունը ծաղկում է, ծնվում է եւ այլն եւ այլն։ Հունական դիցաբանության մեջ թող գնանք բոլորը կարդան կուն հեղինակը։ Ու տեսնենք ինչքան աստվածներ կան։ Պատերազմի աստված կա, գինու աստված կա, խաղողի աստված կա, այդ բոլորը աստվածներ են։ Երբ որ տղեն ծնվավ, դառնում է Մայրամ Աստվածածին։ Իսկ Բարձրալն ու Արարիչը լրիվ ուրիշ հասկացողություն է։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Ինչից եմ վախենում։ Նայեք տեսեք, այն փոքր Մոսեսի սիսի տակ, ուրեմն փոքր մայրի դուռն է։ Ես վախենում եմ, որ հանկարծ մի օր այդ դուռը որ բացվի, ինչ պատասխան է տալիս, այս աշխարհը ինչ պատասխան է տալու այդ մայրի դռան հետևից դուրս գալացողին։ Շնորհակալություն, պարոն Նմանապես։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն էր։ Շնորհակալություն ձեզ, որ այսքան ակտիվ եք, ուշադիր եք, բաժանորդագրվում եք մեր ալիքին, միանում մեր Patreon-ին, որի QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին, եւ հղումը կարող եք գտնել մեր վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։